Բարև ձեզ։ Ամեն տարի այս շաբաթվա ընթացքում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մատուցվում տոնական պատարագ նվիրված մեր բանակի կազմավորման տարեդարձին։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը մասնակցում է բանակի օրվան նվիրված զանազան միջոցառումների, ընդունում եւ պարգևատրում բարձրաստիճան սպաների։ Նախորդ տարիների այս օրերին է նաև մեր եկեղեցին պատրաստվում Սուրբ Սարգսի տոնին։ Մասնավորաբար առանձնացրել ենք Զորավարի մասունքակիր աչի պատրաստության եւ օրհնության տեսանյութը։ Հետաքրքիր է հատկապես նրա մասունքների հայտնաբերման պատմությունը։ Վայրկյաններ անց միասին կվերանայենք անցյալի իրողությունները։ Մայրաթորի թանգարաններում սրբերի բազմաթիվ մասունքներ են պահվում, աչաձև շուրջ 30 մասունքարան կա։ Այդ շարքը 2013 թվականի հունվարի 25-ին համալրվեց եւս մեկով՝ Սուրբ Սարգիս Զորավարի մասունքակիր աչով։ Զորավարի մասունքներն Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրի եկեղեցու խորանի տակ են հայտնաբերվել 1999 թվականի պեղումների ժամանակ։ Սրբի անունով ամենահին եկեղեցին է, որտեղ ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցն ամփոփել է մասունքը։ Հայտնաբերված մասունքի համար Մայրաթորում պատրաստվեց աչաձև արծաթե մասունքարան, որը սրբագործվեց ըստ Մաշտոց ծիսարանի, լվացվեց ջրով, ապա գինով, հետո փակվեց մեղրամոմով։ Այդ տարվանից սկսած նոր ավանդույթ ձևավորվեց։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ աչը Զորավարի տոնին դուրս է բերվում Մայրաթորից եւ տարվում համանուն որևէ եկեղեցի։ Հավատացյալները մասնակցում են տոնական պատարագին, արժանանում մասունքից բխող զորությանն ու օրհնությանը։ Ամեն տարի հունվարի 28-ին տոնախմբում ենք հայոց բանակի կազմավորման տարեդարձը։ 1992 թվականի այդ օրը կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ստեղծման մասին պատմական որոշումը, ազդարարելով ազգային բանակի հիմնադրման սկիզբը։ Այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավանդաբար հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական պատարագ է մատուցում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հայկական բանակը ծնունդ առավ եւ կազմավորվեց հայրենիքի համար մղված հերոսամարտերում, իր քաջարի եւ աննկուն ոգով ձեռք բերեց հաղթանակներ, որոնցով ազատագրվեց Արցախն ու խաղաղություն հաստատվեց Հայաստանի սահմաններում։ Այդ նույն բանակի շնորհիվ է նաեւ այսօր խաղաղություն պարտադրվում հակառակորդին։ Ամեն տարի խորանից պատարագիչ հոգևորականը հիշում է հայոց բանակի անցած հերոսական ճանապարհը նահատակներին ու այսօրվա սահմանները պահող քաջարի մարտիկներին։ Պատարագի ընթացքում հայոց հայրապետը շնորհավորանքի եւ օրհնության խոսք է ուղղում հայոց բանակի զորավարներին, բարձրաստիճան սպաներին ու զինվորներին, պարտադիր հանրապետական մաղթանք է կատարվում։ Այդ օրն է նաեւ, որ մեր եկեղեցու պատվո բարձր շքանշաններ է ստանում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայակազմը։ Բանակում իրենց ծառայության եւ ներդրման համար նաեւ հոգեվորականներն են արժանանում Մարշալ Բաղրամյանի, Դրաստամատ Կանայանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի, Ծովակալ Իսակովի անվան շքանշանների։ Հիշարժան էր հատկապես 2012 թվականի բանակի օրվա առթիվ մատուցված պատարագը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով Աշոտ Երկաթի պատմական խաչի կրկնօրինակը հայտարարվեց հայոց բանակի պահապան ու հովանավոր։ Բնօրինակ խաչը պահվում է Մայրաթորի թանգարանում։ Կրկնօրինակ խաչի օրհնության եւ օծման արարողությունը կատարեց հայոց հայրապետը եւ հանձնեց այն Սեյրան Օհանյանին։ Այն երկաթյա է, կենտրոնում տիրոջ խաչափայտից մի մասունք է զետեղված։ Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակը նաեւ մետաքսյա ասեղնագործ խաչադրոշ ունի, որի վրա պատկերված են Սուրբ Գեղարդը, Վարդան Մամիկոնյանի եւ Աշոտ Երկաթի դիմապատկերները։ Խաչն իր խաչադրոշով ցուցադրվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինված ուժերի մարտական դրոշի կողքին, այն դուրս է բերվում միայն սրբազան հոր թույլտվությամբ դրանով օրհնություն բաշխելու համար։ Իդեպ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ պատրաստվեց նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը, որի վրա զինված ուժերի զինանշանն է «Օրհնյալը մեր ուղին զիաստված մեզ հետ է» գրությամբ։ Այս ամենը խորհրդանշական արտահայտությունն է այն փաստի, որ եկեղեցին միշտ եւ ամենուր կանգնած է բանակի ու զինվորի կողքին։ Նորանկախ պետության մեր բանակում հոգևոր սպասավորներ ունենալու որոշումը կայացվել է դեռևս 1997 թվականին Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով եւ երջանկահիշատակ Գարեգին I-ի օրհնությամբ։ Այսօր 5 տասնյակից ավելի հոգևորականներ են ծառայում տարբեր զորամասերում։ Սպասավորները զորքի մի մասն են դարձել։ Անկախության 20-ամյակի զորահանդեսին
Նրանց մասնակցությունը դրա վառ ապացույցն էր։ Պատմության մեջ առաջին անգամ զինվորական շարասյուների հետ հանդիսավոր քայլերթով հրապարակ դուրս եկավ նաև հոգևորականների դասը, բանակի հոգևոր առաջնորդության դրոշով։ Զինվորական համազգեստի կտորից կարված փորուրարներով եւ ուրարներով հոգևորականների քայլքն այդ օրվա ամենահուզիչ եւ ոգևորիչ պահերից էր, իսկ նախարարի ողջույնին ու շնորհավորանքին նրանց պատասխանն ամենատպավորիչը։ Հայ եկեղեցին պաշտպանության նախարարության եւ բանակի կողքին է նաեւ սոցիալական ծրագրերով։ Ապրիլյան պատերազմից առաջ սկսված սոցիալական ծրագրերը եկեղեցին մեծ թափով շարունակեց հատկապես պատերազմից հետո, հոգևոր եւ նյութական աջակցություն ցուցաբերելով զորամասերին, զինվորների ընտանիքներին։ Մեր հաջորդ թողարկմանը կանդրադառնանք Երևանում Կոմիտաս վարդապետի թանգարան ինստիտուտի բացման, ամերիկահայ գործարար Ջոն Փրիջյանի կրթական ոլորտում կատարած բարեգործության մասին պատմող տեսանյութերին։ Շաբաթը հարուստ է այլ իրադարձություններով ևս։ Միասին վերհիշենք մեր ոչ վաղանցյալի իրողությունները, որպեսզի կարողանանք գնահատել այնինչ կատարվում է այսօր։